Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ ավանդաբար հաղորդման սկզբից ես ձեզ անպայման խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել նախ Antifake YouTube-յան ալիքին եւ նաեւ իմ YouTube-յան ալիքներին աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի իմ YouTube-յան ալիքին նաեւ Astromag-ը եւ Talisman-ներ YouTube-յան ալիքից եւ Facebook-յան էջից եթե բաժանորդագրված եք անպայման բաժանորդագրվեք բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ Սիրելի բարեկամներ, այսօր խոսելու ենք մայիս ամսվա աստղաբանության մասին, թե ինչպիսի մորակային փոփոխություններ են մեզ սպասվում, ինչպիսի զարգացումներ եւ նաեւ կներկայացնեմ կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար։ Այնպես որ դիտեք այս վիդեոն մինչև վերջ, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, մայիսը բավականին բարդ ամիս է մեզ մոտ, անցումնային ամիս է եւ կարելի է ասել 2025 թվականի բարդագույն շրջաններից մեկն է։ Եվ դա իհարկե պայմանավորված է մի շարք հանգամանքներով, հատկապես այն առումով, որ Մերկուրի մոլորակը կապի հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին, գիտեք, որը մարտ ամսվա ընթացքում հետընթաց էր, այժմ մայիս ամսվա ընթացքում երկու անգամ փոխում է իր դիրքը, որը զգալիորեն կարագացնի ցանկացած զարգացումներ։ Եթե մարտ ամսվա ընթացքում մենք ունեինք մի շարք հետընթաց մոլորակներ, խավարումներ, եւ այսինքն եւ Մերկուրին եւ Վեներան հետընթաց էր, նաև խավարումների միջանցք ունենք, իհարկե ցանկացած ռազմաքաղաքական զարգացում, տնտեսական իրավիճակը եւ այլն, այսինքն կարևոր որոշումները բոլորը հետաձգվում են եւ ուշանում էր ռեալիզացիան, ուշանում էր իրադարձությունների այսպես առաջ խաղացումը։ Այդ ամենը իհարկե պայմանավորված է նախ եւ առաջ հետընթաց Մերկուրիով, որը բոլոր process-ների, այսպես ասած, ղեկավարն է, վերահսկիչն է ցանկացած process-ի, որտեղ կապն է ապահովում թեկուզ անգամ ներ օրգանիզմի մեջ, այսինքն մարդկային օրգանիզմի մեջ հեղուկների շրջանառության հետ է կապված Մերկուրին եւ իհարկե նաեւ ռազմաքաղաքական իմաստով եւ տնտեսական իմաստով բեռնափոխադրումներ, չգիտեմ, տարբեր տեսակի տնտեսական զարգացումներ եւ այլն։ Այդ իսկ պատճառով մայիսը բավականին բարդ է, որտեղ Մերկուրին երկու անգամ փոխում է իր դիրքավորումը եւ այն բոլոր զարգացումները, որոնք ուշացել են մարտ ամսվա ընթացքում, որոնք այն իրադարձությունները, որոնք տեղի չեն ունեցել, ահա մայիս ամսվա ընթացքում, այսպես ասած, ամբողջ ուժով առաջ է գնալու ցանկացած գործընթաց։ Իսկ մենք գիտենք, որ արդեն ապրիլի վերջից մեր մոտ սկսվում է լարված ժամանակահատված, դրա մասին իհարկե ես արել եմ այդ կանխատեսումը դեռևս ուրեմն անցած տարվա վերջ եւ 25 թվականի սկզբին, որ ապրիլի իհարկե 18-ից հետո գիտեք, որ Մարս մոլորակը նախաձեռնող ակտիվության մոլորակ Մարսը, ռազմի մոլորակ Մարսը, մուտք է գործում առյուծ եւ ակտիվացնում այսպես ռազմաքաղաքական կենտրոնների, կայսերական աշխարհակալ կենտրոնների ախորժակները, որտեվ առյուծը հենց կայսրությունների, մեծ տերությունների, գերտերությունների խորհրդանիշն է ստեյության։ Եվ ահա հատկապես լարված է մեզ մոտ ապրիլի 27 ապրիլյան դժնդակ նորալուսինը, երբ լուսինը միանում է արեգակին ցուլ կենդանակերպում եւ լարված մուրակային փոխհարաբերություններ կազմում, մի կողմից Մարս մոլորակի որը առյուծում է եւ ճշգրիտ դիմակայություն է կազմում Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է ջերհոսում։ Մյուս կողմից նաեւ գիտեք, որ Կարիճ աստղակերպում գտնվում է ամբողջ այդ զոդիակի սատանան, գաթաղիչ սատանան, Սև լուսինը եւ այսպիսով այդ բոլոր մոլորակները ձևավորում են այսպես կոչված մեծ խաչ կամ մեծ քառակուսի, որը լարված վտանգավոր ռազմաքաղաքական զարգացումների, այսպես ասած, խորհրդանիշն է բոլոր այն թեժ կետերում աշխարհում, որոնք առկա են, զարգացումները շատ արագ կերպով դեպի էսկալացիա են
ընթանալու, այսինքն թե ռուս-ուկրաինական ճակատում մենք տեսնում ենք սաստիկ զարգացումներ, ռազմական գործողությունների ակտիվացում, տեսնում ենք նաև լարվածության աճ, ամենօրյա եւ կարելի ասել ամենժամյա ռմբակոծություններ նաև Գազայի հատվածում։ Վերջերս, այսինքն երեք իհարկե նաև սրվեց իրավիճակը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև բավականին լուրջ, այսպես նախապատերազմյան իրավիճակում են գտնվում եւ իհարկե բավականին սրված է նաեւ Իսրայելի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև այդ հարաբերությունները, այսինքն մենք կանխատեսում ենք արդեն ապրիլի 27-ից հետո այդ էսկալացիայի շեշտակի ավելացում, շեշտակի աճ եւ Մերկուրիի այս արագ շարժը սկզբից ցուլ կենթանակերպով, նաև մայիսի վերջում Մերկուրին մուտք կգործի երկօրյակներ, ահա սա իհարկե կնպաստի այդ բոլոր զարգացումների ակտիվացման եւ աշխուժացմանը։ Այդ իմաստով մայիսը իսկապես բավականին բարդ ամիս է մեզ մոտ, բարդ է նաև տնտեսական առումով, այսինքն համաշխարհային տնտեսությունը, այս տնտեսական պատերազմի ֆոնին, որը հայտարարել է Դոնալդ Թրամփը, իհարկե անկում է ապրելու եւ հնարավոր են զգալի ցնցումներ մայիս ամսվա ընթացքում։ Գիտեք, որ մայիսը ցուլ կենթանակերպի նշանի տակ է եւ իհարկե ցուլը ղեկավարում է հենց այդ ֆինանսները, շուկաները, ընդհանրապես տնտեսություն ունեցվածքը լայն իմաստով, նաև մարդկային ունեցվածքը եւ ֆինանսական աղբյուրները լայն իմաստով, այնպես որ դուք հաճախակի ինձ հարցնում եք, արդյոք լինելու են փոխարժեքի տատանումներ։ Այո, մայիսի ընթացքում դրանք խիստ հավանական են փոխարժեքների տատանումները, որը պայմանավորված կլինի արդեն գլոբալ տնտեսության խորքային ցնցումների եւ ճգնաժամի հետ։ Մի փոքր ուշ ես կներկայացնեմ երբ է դա հավանական եւ ինչ պատճառով նաեւ։ Մայիսը սկսվում է մայիսի 10-ին, սիրելի բարեկամներ, երբ կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին հենց մուտք է գործում ցուլ կենթանակերպ։ Այնուհետև տեղի կունենա մայիսյան լիալուսինը, բավականին բարդ լիալուսին է, մայիսի 12-ին 20:55 րոպեին, Երևանի ժամանակով տեղի կունենա այդ լիալուսինը 22 աստիճան կարիճ կենթանակերպում, սիրելի բարեկամներ, եւ իհարկե այստեղ շատ կարեւոր է նշել, որ լուսինը միացած կլինի բավականին բարդ աստղի հետ, որը որ Անտարես աստղն է, շատ այսպես լարված աստղ է, կարիճում գտնվող լարված աստղերից մեկն է։ Եվ սա այս լիալուսինը իհարկե շատ լարված է այն տեսանկյունից, որ լուսինը միանում է նաև սև լուսնի հետ, ոչ միայն դիմակայում է արեգակին, այլ նաև միանում է սև լուսնի հետ 22 աստիճան կարիճում։ Այժմ դիտարկենք այս լիալուսնի քարտեզը։ Բավականին իհարկե լարված է, նաև այն տեսանկյունից, որ արեգակը մոտենում է Ուրան մորակին, իսկ Ուրանը ցնցումների, հեղափոխությունների, անկանխատեսելի փոփոխությունների մոլորակ է։ Եվ արդեն իսկ մայիսի 12-ից հետո մենք կզգանք այդ տնտեսական ցնցումների ազդեցությունը, կհայտնվենք այդ ցնցումների, այսպես ասած, ազդեցության գոտում։ Միաժամանակ ինչով է լարված այս լիալուսինը, այստեղ մենք տեսնում ենք Մերկուրիի, Պլուտոնի եւ Սև լուսնի միջև լարված տաուքառակուսի, որը ագրեսիվ հռետորաբանության մասին է խոսում է, չգիտեմ, ինչ որ նախկին հնարավոր պայմանավորվածությունների չեղարկման մասին, այսպես կողմերը կարծես թե ապրիլի վերջին եկել էին համաձայնության խաղաղության վերաբերյալ, բայց մայիսի կեսերին մոտ, մայիսի 12-ին հատկապես եւ դրանից հետո իհարկե որևիցե խոսակցություն խաղաղության մասին այսպես չեն ցանկանում անգամ լսել, այս սրա մասին է այս լիալուսինը բավականին լարված մուրակային դիրքերով եւ
արդեն հաջորդ իհարկե աստղաբանական կարևոր մայիսյան իրադարձությունը դա մայիսի 20-ին սիրելիներս Արեգակը մուտք կգործի երկվորյակներ, մինչ այդ իհարկե ցուլ կենթանակերպում է, բոլոր ցրերին շնորհավորում եմ, իսկ մայիսի 20-ից հետո մուտք կգործի երկվորյակներ եւ այնտեղ կմնա մինչեւ հունիսի 21-ը։ Իհարկե այստեղ պետք է ասել, որ մինչ մայիսի 20-ը մենք ունենալու ենք այդ լարված տնտեսական իրավիճակը, ցնցումները, հատկապես դրանք կզգացվեն մայիսի, ասեցինք արդեն լիալուսնից հետո, մայիսի 16-ից 20 ընկած ժամանակահատվածում եւ նաեւ այդ ցնցումները իրենց վրա կզգան այն ցուլերը, ովքեր ծնվել են նաեւ մայիսի 15-ից 20 ընկած ժամանակահատվածում, որովհետեւ Ուրանը գտնվելու է նրանց Արեգակի կամ սոլար վերադարձի հետ միացած։ Սոլար վերադարձը դա իհարկե աստղաբանական ձեր ծննդյան օրն է, այսինքն այն կետը Արեգակի, որտեղ Արեգակը վերադառնում է 1 տարի անց եւ այդ կետում հենց տեղի ունեցել ձեր ծնունդը, այդ նույն կետում։ Այդ իսկ պատճառով ամբողջ տարվա վրա հենց այդ ցուլերի մոտ, ովքեր ծնվել են մայիսի 15-ից 20-ը մեծ ազդեցություն կունենա այս միությունը Արեգակի Ուրանի, որը հղեզանազան ցնցումներով, անսպասելի զարգացումներով, անսպասելի ինչ-որ իրադարձություններ հնարավոր են ձեր կյանքում, այսինքն այն ինչ-որ դուք ծրագրում եք հնարավոր է խափանվի, իրադարձությունները միանգամայն այլ հունով են գնալու, փոփոխություններ են հնարավոր ցանկացած ձեր կյանքի ոլորտում, իհարկե դա կապված է արդեն անհատական հորոսկոպից, այնպես որ հատկապես ցուլերին եւ հատկապես այդ ժամանակահատվածում ծնվածներին ես անպայման խորհուրդ եմ տալիս գալ խորհրդատվության, որպեսզի մենք հասկանանք հատկապես որ ոլորտում կան վտանգներ, ինչ որ անսպասելի զարգացումների, ձեր ծրագրերի խափանման եւ զանազան այլ խնդիրներ, դեպ արևը Ուրանի հետ ծնում են նաեւ խնդիրներ առողջական, սրտի հետ կապված եւ այլն։ Պես որ շատ այսպես ընդհանուր առմամբ նաև մայիսի երկրորդ կեսը հատկապես մինչև մայիսի 20-ը բավականին լարված թե ռազմաքաղաքական իմաստով, թե տնտեսական ցնցումների իմաստով շրջան է լինելու։ Մայիսի երկրորդ կեսի մյուս կարևորագույն իրադարձությունն է, սիրելի բարեկամներ, մայիսի 25-ն է։ Մայիսի 25-ին 7:35 րոպեին Երևանի ժամանակով չարաբաստիկ Սատուրն մոլորակը մուտք է գործելու Խոյ։ Դե դա իհարկե շատ այսպես հազվագյուտ իրադարձություն է, երբ Սատուրն մոլորակը անցնում է այդ գարնանային գիշերահավասարի կետը, դա տեղի ունենում 30 տարին մեկ անգամ եւ սա իհարկե մեծապես նույնպես ազդեցություն կունենա թե տնտեսական, թե ռազմաքաղաքական զարգացումների վրա, որտեղ Խոյը դա ակտիվ ռազմական նշան է, ակտիվ ռազմական եւ նաեւ այսպես ռազմատենչ հայտարարությունների շրջան կարող է լինել, ինչ որ ակտիվ գործողությունների շրջան կարող է լինել, ճիշտ է Սատուրնը Խոյ կենթանակերպում բավականին թույլ է, որտեղ նա փառավորվում է հասնում իր զորության գագաթնակետին կշեռ կենթանակերպում, որը Խոյին դիմաց է գտնվում, դիմակայում է, բայց այնուամենայնիվ Սատուրնը Խոյ կենթանակերպում դա բավականին խնդրահարույց դիրք է։ Եվ չմոռանանք, որ նաև արդեն մարտի 30-ից Նեպտունը նաև այդ անորոշության միստիկայի մոլորությունների մոլորակը նույնպես մուտք է գործել Խոյ կենթանակերպ։ Եվ այստեղ տեղի կունենա մայիսի վերջին, տեղի կունենա Նեպտունի եւ Սատուրնի միությունը, որը իհարկե նույնպես հղի է զանազան բարդություններով եւ ռազմաքաղաքական հնարավոր է նաեւ նոր ալյանսներ ստեղծվեն, նոր զարգացումներ տեղի ունեն, սկզբունքայինորեն նոր, որովհետեւ Խոյը առաջին կենթանակերպն է եւ ինքնին մարմնավորում է հենց այդ նորը արդեն ինչ որ հռետորաբանության, ռազմատենչ հռետորաբանության տեսակետից նոր զարգացումներ են հնարավոր այդ ժամանակահատվածում, իհարկե մայիսի 25-ից հետո։ Մայիսի 26-ին սիրելիներս Մերկուրին կապև հեռահաղորդակցության մոլորակը մայիս ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխում է իր դիրքը եւ մուտք է գործում երկվորյակներ։ Իհարկե այստեղ երկվորյակներում Մերկուրին բավականին ուժեղ է, զորավոր է, ակտիվ շփումներ, ակտիվ կոնտակտներ, փոխհարաբերություններ, այսինքն փորձ կկատարվի այնուամենայնիվ
մայիսի վերջին գալ ընդհանուր հայտարարի կրկին վերականգնել այդ բանակցային գործընթացը, բայց իհարկե շատ դա արդեն բավականին բարդ կլինի։ Այդ տեսակետից մայիսի վերջը բավականին բարենպաստ ժամանակահատված է, նաև այն իմաստով, որ մայիսի 27-ին Երևանի ժամանակով 7:02 տեղի կունենա մայիսյան նորալուսինը 6 աստիճան երկվորյակներում եւ հանճարի աստիճանում։ Ու սա իհարկե բավականին ներդաշնակ բարենպաստ նորալուսին է եւ շատ այսպես դրական զարգացումներ են հնարավոր, իհարկե ինչքանով կհաջողվի հաղթահարել այդ ճգնաժամը, թե ռազմաքաղաքական եւ թե տնտեսական, կապված է նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ապրիլի 27-ից հետո եւ մինչեւ մայիսի 20-ը մեզ մոտ, այսինքն մինչեւ Արեգակը չհեռանա Ուրան մորակի հետ միությունից, դա դրանով է պայմանավորված, թե ինչպիսի զարգացումներ կլինեն արդեն մայիսի վերջին։ Այստեղ նաև բարենպաստ է այն տեսանկյունից, որ Արեգակն ու Լուսինը հայտնվում են եռանկյունու մեջ Պլուտոն մորակի հետ, որը ջրհոսում է, ջրհոսի 3 աստիճանում է, նաև գնում են դեպի Արեգակը մոտենում է Յուպիտերի միությանը, սա նույնպես դրական ազդակ է։ Բայց այնուամենայնիվ փաստացի լարվածությունը շարունակվելու է։ Նաև հունիս ամսվա ընթացքում մենք ունենանք այդ զարգացումները շարունակվող, որը տեղի են ունեցել մայիս ամսվա ընթացքում, այնպես որ թե մայիսը, թե հունիսը բավականին մեզ մոտ մտահոգիչ են, այսպես ասած։ Սիրելիներս, այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին մայիս ամսվա ընթացքում։ Խոյրի համար ընդհանուր առմամբ մայիսը բարենպաստ է, ինչպես ֆինանսական, այնպես էլ ճամփորդական իմաստով, եւ հատկապես մայիսի սկիզբը, երբ Մերկուրին մուտք կգործի ցուլ, այնտեղ իհարկե գտնվում է արդեն նաև Արեգակը եւ Մերկուրին կգտնվեն Խոյրի երկրորդ աստղատանը, որը ֆինանսների հետ է կապված եւ խիստ բարենպաստ է։ Այնուհետև մայիսի 20-ից հետո արդեն լավ կլինի ճամփորդությունների համար, նոր ծանոթությունների համար, նոր գործնական շփումների համար, պայմանագրեր ստորագրելու համար։ Նույնպես բարենպաստ է, հատկապես նաև մայիսի 26-ից հետո, երբ Մերկուրին արդեն մուտք կգործի նույնպես երրորդ աստղատուն եւ այդ նույն երրորդ աստղատանը, սիրելի խոյեր, ձեր մոտ տեղի կունենա մայիսյան նորալուսինը, մայիսի 27-ին։ Ինչ վերաբերվում է ցուլերին, իհարկե ցուլերի մոտ բարձ շրջան է մինչև մայիսի 20-ը, դրանից հետո բարենպաստ ժամանակահատված է սկսում, հատկապես ֆինանսական իմաստով։ Մինչ այդ բավականին լարված է ընթանում, որովհետև նախ Մերկուրին ցուլ կենդանակերպում է առաջի տնը, այսինքն ձգտում կա ակտիվ շփումների, կոնտակտների, հարաբերությունների վերականգնման, բայց մայիսյան լիալուսինը մայիսի 12-ին, այսպես ասած, վրա է հասնում եւ խափանում է այդ ծրագրերը։ Նաև բարդ է ցուլերի համար այն տեսանկյունից, որ թե Նեպտունը եւ թե Սատուրնը մայիսի վերջին հայտնվում են իրենց 12-րդ տանը, Խոյ կենդանակերպում, իսկ 12-րդ տունը դա գաղտնի թշնամիների եւ զանազան բարդությունների տունն է։ Եվ ես ուզում եմ նաև հիշեցնել ձեզ, սիրելի բարեկամներ, որ ցուլ կենդանակերպի տակ գտնվում է նաև մեզ մոտ Ուկրաինա պետությունը, որի համար մայիսը լինելու է շատ ճակատագրական, վտանգավոր եւ բարդ, այս տեսանկյունից նաև կարող ենք դիտարկել։ Եվ երկվորյակների համար բարեխառն է մայիսը, ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական իմաստով։ Առհասարակ ծանր մորակ Սատուրնի մուտքը Խոյ կենդանակերպ, իհարկե դա բարենպաստ է հրեղեն կենդանակերպերի համար, այսինքն խոյերի, առյուծների, աղեղնավորների համար, նաև օդի նշանների համար, ինչպես երկվորյակների, այնպես քշերքների եւ ջրհոսների համար նույնպես բարենպաստ է։ Մայիսի սկիզբը իհարկե բարդ է երկվորյակների համար, որովհետև Մերկուրին եւ Արեգակը գտնվելու են նրանց 12-րդ տանը, որը ստվերային տունն է, գաղտնի թշնամիների տունն է, անցյալից եկող գաղտնիքների տունն է, եւ այստեղ իհարկե նաեւ ես մշտապես դրա մասին խոսում եմ, նաեւ իմ բոլոր ելույթներում եւ
YouTube-յան տեսանյութերում, որը 1 ամիս առաջ եւ 1 ամիս հետո ծննդյան օրվանից հետո իհարկե մարդու բիոդաշտը դառնում է խոցելի եւ խնդրահարույց, այսինքն զարգացումներ են հնարավոր, որովհետեւ արեգակները, որոնք գտնվում են նախորդ կենդանակերպում, այսինքն կոնկրետ ձեզ համար ցուլ կենդանակերպը նախորդ կենդանակերպն է, նախորդում է ձեզ երկորյակներ, ահա իրար չեն տեսնում եւ իրար այդ լույսը, այսինքն ակտուալ արեգակը ձեզ չի հասցնում այն լույսը, որը անհրաժեշտ է այսպես բնականon եւ առողջ գործունեության համար, բայց իհարկե իրավիճակը սիրելի երկորյակներ կփոխվի մայիսի 20-ից հետո, երբ արեգակ արդեն մոտ գործի երկորյակներ, արդեն ձեզ մոտ մեծ աշխուժություն կլինի, էներգիան ձեր կվերականգնվի, առույգ ձեզ կզգաք, ուրախ ձեզ կզգաք եւ հատկապես այդ նորալուսինը մայիսյան, որը տեղի կունենա մայիսի 27-ին, կազդի այն երկորյակների վրա, ովքեր ծնվել են մայիսի 25-ից 29 ընկած ժամանակահատվածում եւ նրանց կյանք, այսինքն քանի որ նրանց սոլար արեգակն այն վերադարձը կհամընկնի այդ նորալուսնի հետ, նրանց կյանքում նոր զարգացումներ են լինելու, դրական զարգացումներ են լինելու, բարենպաստ զարգացումներ են լինելու ամբողջ գալիք տարվա ընթացքում, այսինքն 25 եւ 26 թիվը մինչեւ մայիսը 26 թվի։ Եվ նաև հիշեցնեմ, որ մեծ բարերար մոլորակ Յուպիտերն է գտնվում երկորյակներում, սիրելի երկորյակներ, եւ մայիսի ընթացքում նա զբաղեցնելու է 21-ից 27 աստիճանները, հատկապես կազդի այն երկորյակների վրա, ովքեր ծնվել են հունիսի 10-ից 19 ընկած ժամանակահատվածում, եւ դա ձեզ եւս բարենպաստ է ձեզ համար, այսպես ստեղծում է բացառիկ հնարավորություններ եւ շանս ավելի առաջ գնալու, հովանավորչություն ստանալու, դրական զարգացումներ են ապահովում ձեր կյանքում եւ այլն, այսինքն օգտվեք, շտապեք օգտվել մեծ բարերարը հունիսի 10-ին 2025 թվականի սիրելի երկորյակներ հեռանալու է ձեր կենդանակերպից եւ այնտեղ կվերադառնա միայն 12 տարի անց, այնպես որ բացառիկ շանս է, օգտվեք։ Խեցգետինների համար եւս բարենպաստ այս ամիսը, մայիս ամիսը հատկապես գործնական տեսակետից եւ մայիսի սկզբին բարենպաստ է ինչ որ այսպես երազանքների իրագործման համար, ընկերական միջավայրերում հաճախակի լինելու այսպես գաղափարակիցների հետ շփման համար մինչև մայիսի 20-ը խիստ բարենպաստ է դա։ Նաև բարենպաստ է ձեզ համար սիրելի խեցգետիններ մայիսյան լիալուսինը, որովհետև այն գտնվում է ձեր 5-րդ տանը, որը սիրո երեխաների երջանկության տունն է եւ այդ դրական զարգացումներ անպայման կբերի ձեր կյանք։ Միայն հիշեցնեմ, որ նաև Մարսն է գտնվում ձեր 2-րդ տանը, ֆինանսների տանը, սիրելի խեցգետիններ, եւ դա նշանակում է, որ ինչպես բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, այսինքն ֆինանսների նոր աղբյուրներ ստեղծելու, նոր աշխատանք, նոր բիզնես, նոր ինչ-որ եկամուտների աղբյուրներ ստեղծելու, այնպես էլ դա առաջացնում է մեծ ծախսեր, այսինքն եթե դուք ուզում եք բիզնես ստեղծել, ապա պետք է զգուշանաք, որովհետև հնարավոր է ավելի շատ ծախս անեք, քան եկամուտներ ստանաք, դա պետք է նկատի ունենալ, եւ Սատուրնը մայիսի 25-ին մուտք է գործում իհարկե արդեն խոյ կենդանակերպ, ձեր 10-րդ աստղատուն է սիրելի խեցգետիններ, որը աշխատանքի տուն է, հասարակական կարգավիճակի տուն է, ձեր բարձրագույն ձգտումների տուն է եւ անպայման կտա դրական զարգացումներ հենց այդ ոլորտներում։ Իհարկե իրավիճակը մի փոքր կբարթանա ձեզ համար սիրելի խեցգետիններ, եւ արդեն արեգակը մայիսի 20-ից հետո կմտնի երկորյակներ եւ ձեր 12-րդ տուն, իհարկե սա արդեն արեգակը ձեր արեգակին չի տեսնի եւ կսկսվի ձեր այս ստվերային շրջանը ծննդյան օրվանից 1 ամիս առաջ, որը ավելի այսպես խոցելի է դարձնում մարդուն, նրա բիոդաշտը, նրա հաջողությունը եւ այլն։ Բարենպաստ ամիս է նաև առյուծ կենդանակերպի տակ ծնվածների համար, սիրելի առյուծներ, մայիսը լավ է երազանքների իրագործման, իրականացման տեսանկյունից, բացի դրանից նաև գործնական հաջողությունների կայացման իմաստով, որովհետև Մերկուրին եւ Արեգակը մինչև մայիսի 20-ը առնվազն գտնվելու են ձեր 10-րդ աստղատանը, որը մեծագույն այսպես ձգտումների,
հասարակական, սոցիալական ձեռքբերումների տուն է։ Եվ դրական զարգացումները խոստանում աշխատանքում, չգիտեմ, պաշտոնի հետ կապված, հասարակական կարգավիճակի հետ կապված, հնարավոր է ինչ-որ կարևոր առաջարկություն անձնական կամ գործնական ոլորտում։ Բարենպաստ են ձեզ համար սիրելի առիթներ նաև մայիսի երկրորդ կես արդեն 20-ից հետո եւ արեգակը մուտք կգործի երկվորակներ, որը ձեր 11 տուն է երազանքների իրականացման տուն է, անձնական հարցերը կարգավորելու համար, բարենպաստ է նաև բիզնեսի համար, եթե ունեք օնլայն բիզնես, արտակարգ ժամանակահատված է։ Ձեզ սպասվում սիրելի առյուծներ։ Կույսերի մոտ իհարկե բարեխառն է մայիսը։ Հիշեցնեմ, սիրելի կույսեր, որ ձեր կենդանակերպում արդեն հունվարի 12-ից այս տարվա գտնվում է այդ դժնդակ հարավային լուսնային հանգույցը կամ կետուն։ Եվ կետուն մայիս ամսվա ընթացքում, սիրելի կույսիկներ, անցնելու է կույս կենդանակերպի 26-ից 24 աստիճաններում, այսինքն նա հետընթաց է շարժվում այլ մորակների համեմատությամբ եւ հատկապես կազդի այն կույսերի վրա, ովքեր ծնվել են սեպտեմբերի 16-ից 20 ընկած ժամանակահատվածում, կետուն առաջացնում է կորուստներ, էներգիայի կորուստ կարող է ունենալ կամ ինչ որ ֆինանսական անգամ կորուստներ, դե իհարկե դա չի նշանակում անպայման դուք մեծ ինչ որ մարդկային կորուստ եք ունենալու կամ ինչ որ այլ զգալի կորուստ, բայց այնուամենայնիվ էներգետիկայի տեսանկյունից խոցելի է դարձնում կույսերին այդ կետուի տարանցումը հենց 26-ից 24 աստիճաններում։ Այդ տեսանկյունից իհարկե մայիսը մի քիչ բարդ է եւ մինչեւ մայիսի 20-ը Մերկուրին եւ Արեգակը գտնվելու են ձեր 9-րդ տանը, որը բարենպաստ է ճամփորդությունների, արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության համար։ Ճամփորդությունների համար առհասարակ մայիսը շատ լավ է ձեզ համար, սիրելի կույսեր, նաեւ մայիսյան լիալուսին է տեղի ունենում Կարիճի 22-րդ աստիճանում եւ ձեր 3-րդ աստղատանը, որը ճամփորդական տուն է, լավ է շարժական գույք ձեռք բերել, լավ է նոր շփումներ հաստատել, ընդհանրապես շփման շրջանակը ընդլայնել, նաև բարենպաստ է ընդհանրապես ներդաշնակ շփումների համար ձեր մոտակա միջավայրում։ Եվ իհարկե արդեն մայիսի 20-ից հետո սկսվում է այդ գործնական հաջողությունների շրջանը ձեր մոտ, սիրելի կույսեր, եւ հիշեցնեմ, որ խնդրահարույց է միայն Սատուրն մորակի դիրքը մայիսի 25-ին Սատուրնը մուտք է գործում Խոյ եւ ձեր 8-րդ աստղատուն սիրելի կույսեր, դա իհարկե շատ լարված իրավիճակ կառաջացնի կույսերի մոտ, 8-րդ տունը դա բարդ իրավիճակների տունն է, հանկարծակի էքստրեմալ իրադարձությունների զարգացումների տունն է, բայց եթե դուք շատ խելամիտ վարվեք եւ ձեր ֆինանսները ճիշտ, այսպես ասած, բաշխեք, դուք նաեւ եկամուտների աճ կարող եք ունենալ։ Կշերքների համար բարդ եւ բարեխառն ամիս է մայիսը, որովհետեւ սկզբում մայիսի 10-ից մինչեւ 20-ը Մերկուրին, Արեգակը գտնվում են կշերքների արդեն 8-րդ աստղատանը, որը նույնպես էքստրեմալ իրավիճակների, լարված ինչ որ զարգացումների տուն է։ Նաև ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ ձեր մոտ, նամանավանդ, որ լիալուսինը մայիսյան տեղի ունենում երկրորդ աստղատանը ձեր մոտ սիրելի կշերքներ, որը ֆինանսական հոսքերի, եկամուտների, աղբյուրների տուն, ընդհանրապես ունեցվածքի տուն է։ Եթե դուք այդ ժամանակ ճիշտ կարողանաք բաշխել ձեր ունեցվածքը, ձեր ֆինանսական հոսքերը, ընդհանրապես ճիշտ տնտեսական գործունեություն ծավալեք եւ ֆինանսական, ապա հաջողություն կունենաք, բայց զգուշացեք, որովհետև ամենայնիվ Արեգակի դիրքը ուրեմն 8-րդ տան է, իհարկե դա բավականին բարդացնելու է գործը։ Այսինքն կարելի ասել, որ մայիսի սկիզբը հիմնականում նվիրված է կշերքների մոտ ֆինանսական հարցերի կարգավորմանը։ Մայիսի երկրորդ կեսը ավելի շատ վերաբերում է անձնական հարցերի կարգավորմանը, այստեղ դժնդակ Սատուրնը, սահմանափակումների մոլորակ Սատուրնը մայիսի 25-ին մուտք է գործում ձեր 7-րդ տուն, Խոյ կենդանակերպ սիրելի կշերքների, իհարկե բարդացնելու է ձեր կյանքը, որտեղ խնդիրներ են առաջանալու ձեր զուգընկերների եւ գործընկերների միջև
մինչև այդ փոխհարաբերություններում այնպես որ զգուշ եղեք, այսինքն եթե այդ հարաբերությունում արդեն իսկ կա ճգնաժամ, արդեն իսկ կա լարվածություն, ապա Սատուրնը կարող առաջացնել բաժանություն, կարող առաջացնել լուրջ խնդիրներ, դատական գործընթացներ եւ այլն։ Ոստեղ իհարկե պետք է պահպանել այդ հավասարակշռությունը։ Արեգակը, Մերկուրին, նաև նորալուսինը կլինեն արդեն ձեր 9-րդ տանը, որը բարենպաստ է շփումների, կոնտակտների, հատկապես արտասահմանյան կազմակերպությունների հետ փոխհարաբերության համագործակցության համար։ Կարիճների մոտ եւս բարդ եւ բարեխառն ամիս է սպասվում, բարդ է կարիճների մոտ եւ ամսվա սկիզբը եւ արդեն մայիսի 20-ից հետո, որովհետեւ մինչեւ մայիսի 20-ը իհարկե արդեն Մերկուրին, Արեգակը գտնվելու են սիրելի կարիճներ ձեր 7-րդ աստղատանն, իսկ 7-րդ աստղատունը դա արդեն հարց է ծագում ձեր զուգընկերների, գործընկերների հետ փոխհարաբերությունների մասին, ընդհանրապես լայն իմաստով ձեր միջավայրի հետ փոխհարաբերության մասին է այստեղ խոսքը եւ այդ պատճառով հնարավոր են զանազան լարվածություններ, հնարավոր են փոխ ըմբռնման բացակայություն լինի մայիսին, ու մայիս ընդհանրապես ավանդաբար այսպես ասած բարդ ամիս է, նաեւ լիալուսինն է սիրելի կարիճներ ձեր կենթանակերպում մայիսի 12-ին եւ հատկապես այդ լիալուսինը կազդի այն կարիճների վրա, ովքեր ծնվել են նոյեմբերի 12-ից 16 ընկած ժամանակահատվածում։ Այստեղ պետք է հիշեցնել նաև այդ դժնդակ ամբողջ զոդիակի գայթակղիչ սատանա, սև լուսինն է գտնվում կարիճ կենթանակերպում եւ սև լուսինը անցնելու է կարիճի 3-ից 5 աստիճանները մայիս ամսվա ընթացքում, հատկապես կազդի այն կարիճների վրա, ովքեր ծնվել են հոկտեմբերի 25-ից 29 ընկած ժամանակահատվածում։ Եվ առաջի տանն է սև լուսինը ձեզ մոտ սիրելի կարիճներ, ես իհարկե մանրամասն Facebook-յան եթերներում անդրադարձել եմ, թե ինչ է նշանակում սև լուսնի տարանցումը կարիճ կենթանակերպով, բոլոր կենթանակերպերի համար այդ կանխատեսումը կա, կարող եք դիտել, եթե չեք դիտել, հետաքրքիր եթեր է, բայց հատկապես կարիճների վրա իհարկե ազդում այդ սև լուսինը եւ առաջացնում է զանազան լարվածություններ, էներգիայի կորուստ, տրամադրության տատանումներ, վատ մտքեր, նաեւ ինչ որ բացասական արձագանք միջավայրի կողմից, որովհետեւ առաջի տուն անմիջապես կապվում է նաեւ 7-րդ տան հետ։ Այնպես որ պետք է պահպանել, այսպես ասած, հավասարակշռությունը, ինչպես ասում էր Կարսոնը, спокойствие, только спокойствие։ Դա շատ կարևոր է կարիճների համար։ Նաև հիշեցնեմ, որ չարաբաստիկ Ուրանը, այդ էքստրեմալ հեղափոխական փոփոխությունների մոլորակ Ուրան շարունակում է գտնվել ցուլ կենթանակերպում, սիրելի կարիճներ, եւ ձեր 7-րդ տանը, որը հղի է այդ կոնֆլիկտներով ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ։ Մայիս ամսվա ընթացքում կանցնի 26-ից 28 աստիճան ցուլ կենթանակերպում Ուրանը եւ նույնպես կազդի այն կարիճների վրա, ովքեր կարծում եմ, ովքեր ծնվել են նոյեմբերի 17-ից 21 ընկած ժամանակահատվածում, հատկապես որտեղ նրանց արեգակին դիմակայելու է Ուրանը մայիս ամսվա ընթացքում։ Եվ իհարկե մայիսի երկրորդ կեսը եւս բարդ է կարիճների համար, որովհետեւ մայիսի 20-ին Արեգակը մուտք է գործում երկվորյակներ եւ ձեր 8-րդ տուն, որը էքստրեմալ իրավիճակների տունն է, լարվածության տունն է, բարդություն, ֆինանսական խնդիրներ կարող է առաջանալ, բայց նաև կարող է լուծվեն ֆինանսական խնդիրները, սա կախված է իհարկե նաև ձեր գործունեությունից եւ ձեր ճիշտ որոշումներից, սիրելի բարեկամներ, նաև հնարավոր է ինչ-որ ժառանգություն, հնարավոր է անշարժ գույքի հետ կապված հարցեր կարողանա կարգավորել լուծել, դա արդեն մայիսի 20-ից հետո բարենպաստ զարգացումներ են սպասվում, սիրելի կարիճներ, եւ իհարկե նաև այստեղ բարդ է այն իմաստով մայիսի երկրորդ կեսը, որ մայիսի 25-ին Սատուրնը չարաբաստիկ մուտք է գործում Խոյ եւ ձեր 6-րդ տուն, սիրելի կարիճներ, եւ այստեղ կարող են առաջանալ նաեւ առողջական խնդիրներ, աշխատանքում խնդիրներ, լարվածություն, ու սա իհարկե նույնպես այսպես բարդացնող շեղող հանգամանք է եւ 26-ին նաեւ Մերկուրին է մուտք գործում 8-րդ տուն, իսկ մայիսի 27-ին տեղի կունենա մայիսյան նորալուսինը
նույնպես ձեր 8-րդ տանը, սիրելի կարիճներ։ Այստեղ կարելի է ասել, որ նորալուսինը դրական թարմ զարգացումներ, թարմ էներգիա եւ դրական զարգացումներ է հաղորդում այն տան գործառույթներին, որտեղ տեղի ունենում այդ նորալուսինը եւ ձեր 8-րդ տունը գիտեք նաեւ ոչ միայն էքստրեմալ իրավիճակների, նաեւ անշարժ գույքի տունն է, նաեւ ինչ որ ունեցվածքի տունն է, մեծ գումարների տունն է, վարկով կամ պարտքով հիպոթեկի, ենթադրենք հիպոթեք, եթե ցանկանում եք ձևակերպել, ապա դա արդեն մայիսի վերջում է բարենպաստ ձեզ համար։ Նաև կապված է 8-րդ տունը ձեր զուգընկերների կամ գործընկերների եկամուտների, այսինքն հնարավոր է նրանց միջոցով ձեր եկամուտները, այսպես ասած, ավելանան։ Եվ սիրելի աղեղնավորներ ձեզ համար խիստ բարենպաստ է մայիս ամիսը, որովհետև նախ մինչև մայիսի 20-ը Արեգակը եւ Մերկուրին գտնվում են 6-րդ տանը, ձեր որը աշխատանքային տունն է, պատասխանատվության տունն է, ինչ որ ակտիվությունը հիմնականում կենտրոնանալու է ձեր գործնական ոլորտում, իսկ մայիսի 20-ից հետո արդեն Արեգակը մուտք կգործի 7-րդ տուն, որը արդեն կապված է զուգընկերների, գործընկերների հետ, փոխհարաբերությունների հետ, իհարկե այստեղ նույնպես պետք է պահպանել այդ բալանսը, հավասարակշռությունը եւ չփչացնել հարաբերությունները նրանց հետ։ Ինչ վերաբերվում է Սատուրն մորը, դե իհարկե այստեղ աղեղնավորների մոտ միակ լարված շրջանը դա մայիսի կեսերն են, որտեղ մայիսի 12-ին տեղի կունենա այդ դժնդակ լիալուսինը մայիսյան, որը տեղի կունենա աղեղնավորների 12-րդ տունը, այսինքն կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները եւ ընդհանրապես այն բոլոր խոչընդոտները, որը կան ձեր ճանապարհին, ավելի իրենց զգացնել կտան։ Բայց մայիսի արդեն 25-ին Սատուրն մորակ, այդ սահմանափակումների մորակը, վերջապես սիրելի աղեղնավորներ, կլքի ձեր 4-րդ տունը, գիտեք, որ Սատուրնը 4-րդ տանը դա բարդություններ է ստեղծում ընտանիքում, տան հետ կապված, ընդհանրապես ծնողների հետ կապված ուշակի խնդիրներ է ստեղծում, բայց երբ Սատուրնը մուտք կգործի արդեն խույն կենդանակերպ, դա ձեր 5-րդ աստղակերպն է, դա կբարելավի, ձեր իրավիճակը արդեն բարենպաստ զարգացումներ են սպասվում երեխաների հետ կապված, բիզնեսի հետ կապված եւ այլն։ Այնպես որ ընդհանուր առմամբ կարելի է ասել, սիրելի աղեղնավորներ, որ մայիսը բարենպաստ, բարեխառն եւ բարենպաստ ամիս է ձեզ համար։ Այդ եղջյուրների համար մայիսը եւս բարենպաստ եւ բարեխառն ամիս է։ Հատկապես մայիսի սկիզբը, երբ Մերկուրին եւ Արեգակը տարանցեն սիրելի այդ եղջյուրները ձեր 5-րդ տնով, որը կապված է սիրո, երեխաների, երջանկության հետ, այսինքն այդ ժամանակահատվածը շատ բարենպաստ է նաեւ հղիության համար, երեխա ունենալու համար շատ լավ է։ Մայիսի երկրորդ կեսը մի փոքր ավելի այսպես լարվածություն կստեղծի ձեզ համար եւ որովհետեւ Արեգակը մուտք կգործի 6-րդ տուն, որը պատասխանատվության հետ կապված, աշխատանքի հետ կապված, առօրյա այդ հոգսերի հետ կապված տունն է։ Եվ նաեւ ինչով է բարդ երկրորդ կեսը այդ եղջյուրների համար, որ մայիսի 25-ին դժնդակ Սատուրնը մուտք է գործում Խոյ, իսկ Խոյը դա ձեր 4-րդ աստղատունն է սիրելի այդ եղջյուրներ, դա կնշանակի խնդիրներ ընտանիքում, տանը, բարդություններ, հնարավոր է տան անդամների մոտ ինչ-որ ֆինանսական, առողջական եւ այլ խնդիրներ։ Այս սա իհարկե պետք է հիշել, ինչով է վատ այդ եղջյուրների համար, որովհետեւ Սատուրնը հանդիսանալով այդ եղջյուրների ղեկավարը եւ թագավորը թուլանում է Խոյ կենդանակի, նա էներգետիկան արդեն դուք չեք կարող յուրացնել։ Այդ դրանով իհարկե այդ միակ բարդությունը, որը կա այդ եղջյուրների համար։ Ինչ վերաբերվում է ջրհոսներին, դե ջրհոսների համար իհարկե նույնպես ընդհանուր առմամբ կարելի ասել բարենպաստ է։ Մայիս ամիսը ամսվա սկզբին Արեգակը եւ Մերկուրին գտնվելու են ձեր 4-րդ տանը սիրելի ջրհոսներ եւ ստիպված կլինեք լուծել տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր։ Այնուհետև մայիսի 20-ից հետո իհարկե ավելի բարելավվում է իրավիճակը, որովհետեւ Արեգակը եւ Մերկուրին հայտնվում են ձեր 5-րդ տանը սիրելի ջրհոսներ, որը կապված
արդեն սիրո երեխաների երջանկության հետ։ Սատուրնը մոտ գործելով խոյ կհայտնվի ձեր երրորդ աստղատանը, դուրս կգա արդեն երկրորդ աստղատնից սիրելի ջրհոսներ, որտեղ երկրորդ աստղատանը նա ֆինանսական խնդիրներ էր ձեր մոտ առաջացնում։ Հայտնվելով երրորդ աստղատանը արդեն նա, այսպես ասած, հանգիստ կթողնի ֆինանսական ոլորտը եւ կկենտրոնանա շփումների, կոնտակտների, փող հարաբերությունների ձեր մոտակա միջավայրի հետ, այդ դրա վրա պետք է ուշադրություն դարձնեք։ Նաև ճանապարհներին խնդիրներ կարող է ունենաք, շատ զգուշ է պետք վարվել նաև այդ տրանսպորտային միջոցների հետ կապված, եւ երրորդ տունը նաև կար ճանապարհների շարժական գույքի տունն, այստեղ եւս հնարավոր են խնդիրներ եւ խոչընդոտներ։ Մյուս խնդրահարույց դիրքը դա Մարսն է, Մարսը շարունակաբար սիրելի ջրհոսներ ամբողջ մայիսի ընթացքում գտնվելու է ձեր 7-րդ տանը, որը կարող է առաջացնել խնդիրներ եւ փող ըմբռնման բացակայություն գործընկերների եւ զուգընկերների հետ, այնպես որ նույնպես պետք է զգուշ լինել։ Բայց մնացած առումներով շատ բարենպաստ ամիս է ձեզ սպասվում, սիրելի ջրհոսներ։ Եվ ի վերջո ձկնիկներ։ Ձկնիկներին նույնպես վերաբերվում է այդ ռախոյի դիրքը, այսինքն վերընթաց լուսնային հանգույցը գտնվում է ձկներում եւ ձկների համար լայն հնարավորություններ են բացվում իրականացնել այն ծրագրերը, որոնք նրանց մոտ չէին ստացվում այս 1.5 տարիների ընթացքում։ Եվ մայիսի ընթացքում ես ասեմ, որ ռախոն գտնվելու է ձկների 26-ից 24 աստիճաններում եւ հատկապես կազդի այն ձկների վրա, ովքեր ծնվել են մարտի 13-ից 19 այդ ժամանակահատվածում, այսինքն առաջի տանն է ձեր ռախոն եւ ձեզ դրդում է այսպես նորանոր նվաճումների, նորանոր ինչ որ ծրագրերի իրականացման ակտիվ, եթե լինեք ակտիվ եւ վերցնեք նախաձեռնությունը ձեր ձեռքերը, ապա կհասնեք հաջողության սիրելի ձկներ։ Իհարկե մայիսի սկզբին Մերկուրին Արեգակը գտնվելու են ձեր երրորդ աստղատանը, որը նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր պայմանավորվածություններ գործնական եւ անձնական ոլորտում դա լավ է, բարենպաստ է։ Սատուրնը իհարկե մայիսի երկրորդ կեսին վերջապես դուրս է գալու ձեր առաջի տնից եւ ձեզ հանգիստ է թողնելու սիրելի ձկնիկներ, դա խիստ բարենպաստ, այսպես զարգացում է, մայիսի ամենա ուրախալի զարգացումը աստղաբանական ձեզ համար սիրելի ձկներ եւ մուտքը գործի խոյ Սատուրնը ձեր երկրորդ աստղատունը, որը որ ֆինանսների ոլորտի մեջ արդեն կստիպի ձեզ շատ ավելի լուրջ կշռադատված քայլեր կատարեք։ Եթե չմտածված քայլեր կատարեք, այսպես գումարները կամ վատնեք կամ ճիշտ չկարողանաք բաշխել, ուրեմն Սատուրնը խնդիրներ կառաջացնի ֆինանսական, բայց ընդհանուր առմամբ բարենպաստ է։ Նաև իհարկե լավ է, որ Նեպտունը վերջապես դուրս եկավ ձեր կենդանակերպից եւ կրկին մոտ գործեց ձեր երկրորդ տունը, որը խոստանում է ձկներին մոտակա 12 տարիների ընթացքում մեծագույն ֆինանսական հաջողություն։ Պես որ ձեզ համար այս ժամանակահատվածը շատ բարենպաստ է։ Արդեն մայիսի 20-ից հետո Արեգակը, Մերկուրին մուտք կգործեն ձեր 4-րդ տուն եւ դուք արդեն ստիպված կլինեք ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերը կարգավորեք եւ տան հայրական ժառանգության այդ խնդիրների վրա է կենտրոնանալու սիրելի ձկնիկներ։ Ահա այսքան է սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ բոլորիս սպասվում մայիս ամսվա ընթացքում։ Անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, նաև իմ YouTube-յան ալիքներին, աստղային խորհրդատու Անի Հաղվերդյանի հետ, իմ YouTube-յան ալիքին աստղաբանական, նաև աստրոմագիա եւ թալիսմաններ, մոգական YouTube-յան ալիքին նույնպես շատ հետաքրքիր ալիք է։ Facebook-յան էջից բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ է, տեսություն կհանդիպենք։